Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Քիրք ծննդոց 46-րդ գլուխ Հակոբ ընտանիքով գերտա Եգիպտոս։ Իսրայել իր ամբողջ ունեցածով մեկնեցավ Փերսապե հասավ եւ իր հոր Իսահակի աստուծույն զոհեր մատուցանեց։ Աստված գիշերը դեսիլքի մեջ Իսրայելի երևցավ ու ասավ. Հակոբ, Հակոբ, անալսավ, ահա հոսեմ, անորսավ, ես Աստված եմ, քո հորդ Աստվածը, Եգիպտոս իջնելու մի վախնար, որովհետև հոն մեծ ասկմը պիտի անեմ քեզ, ես քեզի հետ Եգիպտոս պիտի իջնեմ, նաև ես քեզ անշուշտ պիտի հանեմ, ու Հովսեփ քո աչքերուդ վրա պիտի տնե իր ձեռքը։ Հակոբ Փերսապեեմ մեկնեցավ, Իսրայելի որդիները փոխադրեցին իրենց հայրը Հակոբը, իրենց մանուկներն ու գիները այն սայլերով, որ փարավոն ղրգեց զայն փոխադրելու համար։ Արին իրենց խաշինքը եւ ինչքը, որ վաստակած էին Կանանի երկրի մեջ, ու Եգիպտոս եկան Հակոբ եւ իր ամբողջ զարմը իրեն հետ։ Իր որդիներն ու իր որդիներուն որդիները իրեն հետ, իր աղջիկներն ու որդիներուն աղջիկները եւ իր ամբողջ զարմը իրեն հետ Եգիպտոս բերավ։ Ահավասիկ անունները Իսրայելի որդիներուն, որ Եգիպտոս եկան, Հակոբ եւ իր որդիները։ Հակոբի անդրանիկը Ռուբեն ու Ռուբենի որդիները Ենովք, Փաղուս, Եսրոն եւ Կարմին։ Շմավոնի որդիները Յամվել, Համին, Վոհատ, Յակին ու Սահար եւ կանանացի գնոջ որդին Սավուղ։ Ղևիի որդիները Քերսոն, Գահատ ու Մերարի։ Հութայի որդիները Օնան, Սելոմ, Փարես եւ Զարա, բայց ու Օնան Կանանի երկրին մեջ մերան։ Փարեսի որդիները Եսրոն եւ Համուլ։ Իսակարի որդիները Թովղա, Փուա, Հոբ ու Սամրոն։ Զապուղոնի որդիները Սարեթ, Ելոն եւ Հաղել։ Ասոնք Լիայի որդիներն են, որ միջակետքի մեջ ծնավ Հակոբի ու անոր աղջիկը Թինան։ Անոր բոլոր որդիները եւ աղջիկները 33 անց էին։ Քաթի որդիները Սափոն ու Անքի, Սունի եւ Եսպոն, Էրի, Արոթի ու Արելի։ Ասերի որդիները Հեմնա, Հեսվա, Հեսվի, Փարիա եւ անոնց քույրը Սարա։ Փարիայի որդիները Քափեր ու Մեխքիել։ Ասոնք Զեղբայի որդիներն են, որ Լափան իր Լիա աղջիկին տվավ ու ան ծնավ ասոնք Հակոբի 16 անց։ Հակոբի գնոջ Ռաքելի որդիները Հովսեփ եւ Բենյամին։ Եգիպտոսի երկրի մեջ Մանասե ու Եփրեմ ծնան Հովսեփի, որ Արեկ քաղաքի քուրմին Բեդապրայի աղջիկը Ասանետ ծնավ անոր։ Բենյամինի որդիները Փաղա, Փոքոր եւ Ասպել, Քերա ու Նեեման, Էհի եւ Ռովս, Մուփիմ, Վոփիմ ու Արետ։ Ասոնք Ռաքելի որդիներն են, որ ծնան Հակոբի բոլորը 14 անց։ Թանի որդին Հուսիմ, Նեփտաղիմի որդիները Հասիել, Քունի, Հասեր եւ Սիլեմ։ Ասոնք Փաղայի որդիներն են, որ Լափան իր Ռաքել աղջիկին տվավ ու ան ծնավ ասոնք Հակոբի։ Բոլորը 7 անց էին։ Հակոբի հետ Եգիպտոս եկող բոլոր անձերը, որ անոր երանքեն ելած էին, Հակոբի որդիներուն գիներեն զատ բոլորը 66 անց էին։ Եվ Հովսեփի որդիները, որ Եգիպտոսի մեջ անոր ծնան, 2 անց էին։ Եգիպտոս կացող Հակոբի ամբողջ տունը 70 անց էին։ Հակոբ ընտանիքով Եգիպտոսի մեջ։ Ան իր արջևեն հութան ղրգեց Հովսեփի, որ Քեսեմը ցուցնե իրեն եւ անոնք Քեսեմի երգիրը հասան։ Հովսեփ իր գարկը լծեց ու իր հայրը Իսրայելը թիմավորելու համար Քեսեմ բարձրացավ։ Երբ զայն տեսավ, անոր վզին վրա ինգավ ու երկարադեն անոր վիզին վրա լացավ։ Իսրայել Հովսեփի ասավ. այժմ քու երեսը դեստելես իդ թող մեռնիմ, որովհետև դակավին
ողջ ես։ Հովսեփ իր եղբայրներուն եւ հոր դան ըսավ. «Բիդի բարձրանամ, փարավոնի իմացնեմ եւ անորսեմ, իմ եղբայրներս ու հորս ընտանիքը, որ Կանանի երկրի մեջ էին, ինձի եկան։ Այս մարդիկը հովիվներ են, որովհետև խաշինքի դեր են եւ իրենց ոչխարները, արջառներն ու ամբողջ ունեցածը բերին։ Երբ փարավոն ցեզ գանչե եւ ասե. ինչ է ցեր արհեստը, ասեք. քու ծառաներդ մեր մանկութենեն մինչև հիմա, մենք ալ, մեր հայրերն ալ խաշնարած ենք, որբեսի Քեսեմի երկրի մեջ բնակիկ, որովհետև ամեն հովիվ Եգիպտացիներուն արչև քարշելի է։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։